Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 7։ Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է, հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ 2 Կորնթացիս 5:17 խոսք։ Սրբագործումը Քրիստոսի խաչի պտուղն է։ Մեզ մեղքից ազատելը, որը մեզ դատապարտեց պատժի, մեծ ողորմություն էր, բայց այս ողորմությունը լիարժեք չէր լինի, եթե մենք չազատվեինք մեղքի թույնից, որը վարակել էր մեր էությունը։ Թեպետ Աստված բարի կամքով ցանկանում էր մարդու բարին, նա չէր կարող ուրախություն գտնել մարդու մեջ, քանի դեռ մեղքի վարակն ու արատը խեղաթյուրել եւ ապականել էին մեր հոգիները։ Եթե մեր մեղքը միայն ներված լիներ, մենք պարզապես ազատված կլինեինք պատժից, բայց առանց Աստծո պատկերի վերականգնման մենք չէինք կարող Աստծո հետ հաղորդակցվելու արժանի լինել։ Այդ պատճառով անհրաժեշտ էր, որ մեր հոգիները սրբվեին եւ մեր կարողությունները կարգավորվեին այնպես, որ կարողանայինք ինչ-որ չափով ծառայել Աստծո փառքի եւ մեր արարչագործության նպատակին։ Աստված կարծես կուրանար իր սրբությունը, եթե միայն իր արդարության պահանջը հաշվի առներ, մեղքերի քավության համար զոհ նշանակելով, բայց չմտածեր նաև իր պատվի մասին, վերականգնելով իր պատկերը մարդու բնության մեջ։ Այս երկու բաները մեզ տրվում են Քրիստոսի մահվան միջոցով, մեր մեղքերի ներման եւ մեր հոգու արատից մաքրման։ Նա իրեն տվեց, որպեսզի մեզ փրկի, երբ նա եկավ գնելու այն օրհնությունները, որոնք մենք կորցրել էինք, նա չէր կարող անտեսել դա, որովհետև դա դրանցից ամենակարևորներից մեկն էր։ Նա մաքրում է մեր խիղճը մեռած գործերից, մեղքից, որը մահ բերեց։ Այդ մեղքը նույնիսկ ավելի վատն էր, քան մահացած մարմնի կեղտը, որովհետև այն մեզ խանգարում էր Աստծուն մոտենալ, ինչպես մահացած մարմնի կեղտը մարդուն չէր թողնում մտնել տաճար։ Քրիստոսը ոչ միայն ջարդեց մեր շղթաները, այլ նաև ջնջեց մեր հանցանքները։ Նա ոչ միայն մեզ ներում բերեց, այլ նաև բժշկեց մեր էությունը։ Նա թանկ գնով գնեց մեր թողությունը եւ մեր վերածնունդը։